Սիրելիներ կբարևենք ձեզի այսօր երեք շաբթի եւ ուրախ ենք որ դուք շաբաթի շաբաթ կհետևիք հայտնության գիրքի այս թերթողություններուն եւ մենք այսօր հասած ենք Սարտիգեի եկեղեցին, որ 7 եկեղեցիներուն 5-րդն է։ Գիտեմ որ ամեն մեկ եկեղեցի մեջ շատ սորվելի գունիկ մեր անձերը քննելու ոչ թե միայն անպայման եկեղեցիներուն է ասխոսքը, բայց անհատական մեր կյանքերուն համար է, մեր վարմունքը Քրիստոսին հետ, մեր վարմունքը մեր ընտանիքի անդամներուն հետ, մեր շուրջիներուն հետ։ Ուրեմն այսօր պիտի առնենք Սարտիգեի եկեղեցին, բարի եկած ես Պիտեր։ Շնորհակալ եմ, որ ձեր հետ եմ այսօր մարենգալում։ Փառք Աստծո քեզի համար։ Ուրեմն մեր սովորության պիտի գարտամ նման գլուխը երրորդեն միջև 6-րդ համարը։ Այնպես է, չէ՞։ Եվ անգես վեճ կսկսենք մերին զրույցին։ Ուրեմն պատկամ Սարտիգեին, այնպես մար որ Հիսուս պատկամը քեզի համար գսե։ Սարտիգեի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրե։ Այսպես կսե անիգա, որ ունի Աստծո 7 հոգիները ու 7 աստղերը։ Գիտեմ քու կորձերդ, որ թուն անուն ունիս, թե գենթանի ես, բայց մեռած ես։ Արթուն գեցիր եւ հաստատե մնացած բաները, որոնք մեռնելու վրա են։ Վասնզի քու կորձերդ Աստծո առջև գադարյալ չկդա։ Հիմա միտքդ բեր, թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր ու բահե եւ ապաշխարե։ Բայց եթե արթնալու չլաս, քողի պես քու վրատ պիտի կամ ու բնա պիտի չգիտնաս, թե որ ժամուն քու վրատ պիտի կամ։ Սակայն քանի մը անձեր ունիս Սարտիգեի մեջ, որոնք իրենց հանդերձները չաղդոդեցին եւ ջերմակներով պիտի բդդին ինձի հետ, քանզի արժանի են։ Ան որ կհաղթե, ջերմակներ պիտի հագնի, ու ես անոր անունը գենաց քրքեն պիտի չավրեմ, եւ անոր անունը պիտի թավանիմ իմ հորս առջև ու անոր հրեշտակներուն առջև։ Ան որ ագանջ ունի, թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն։ Դարձյալ Տեր Հիսուս Քրիստոս գաստարարե որքան որ անուշությամբ կխոսի, բայց շատ խիստ է եւ երբ որ կգարտամ ասկալուխը ընդհանրապես աս 7 եկեղեցիները կգարտամ ու կգարտամ ամեն անգամ նոր հարցումը միտքս կուքա եւ ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսին գսենք իր խոսքը գսե նեղությանդ մեջ ինձի գանչե եւ ես քեզի պատասխան պիտի տամ կգանչենք եւ կպատասխանե բայց երբ որ մենք չենք կանչել, ըսեր չէ, որ ինքը իր աչքերը մեր վրա չեն։ Տեր Հիսուս Քրիստոս ամեն դեղ է, կերպնական է։ Այնպես որ ինչ որ մենք աշխատենք, կաբրինք, գծարայենք, հիմա այս վարգյանից Տեր Հիսուսին աչքերը մեր վրա է։ Ոչ մեկ բան չենք կրնար ծածկել կամ բահել իր մե։ Պիտեր նախքան սկսիլը ավելի ճիշտ կսկսեմ իմ հարցումներուս կրնաս շատ արագ մեզի հիշեցնել որ այս անոր 7 հոգիները եւ 7 աստղերը Այո, որովհետեւ Հիսուս ադիգա գսե ինքը զինքին մեզի հիշեցնես 7 աստղերու մասին եւ 7 հոգիներու մասին մեկ հատ այս նկարին նորեն նայենք, որ մեզի կօգնե որ տեսնանք մեր այս նկարի միջոցով քիչ ավելի հետաքրքիր գլա։ Այստեղ 7 այդ աստղերը, որ իր ցերքի մեջն են, հայտնության առաջին գլուխեն առնված 20 համարի մեջ կսե որ այդ 7 աստղերը 7 հրեշտակներն են։ 7 հրեշտակները մենք հիշեցինք, որ հրեշտակ բառը հունարենով անգելոս բառն է, որ նաև պատգամափերս է, եւ 7 այդ աստղերը գխորհրդանշեն ուրեմն 7 պատգամափերները եկեղեցիներուն, որ Հիսուս բռնած է իր աջ ցերքի մեջ եւ ոչ մեկը չի գնար խլել իր ցերքեն այդ պատգամափերները, ասենք հովիվները կամ եպիսկոպոսները կամ ուսուցիչները, առաջնորդները, որ շատերուն սատանայի խավարի թագավորություն են դարձի գբերեն թեպի Քրիստոսի լույսի թագավորությունը իր փառքերը պատմելու։ Այդ Դանիելի գլուխը 12-րդ գլխուն 3-րդ համարի մեջ կսե անոնք որ շատերուն արդարության կդարձնեն աստղերու նման պիտի փայլեն։ Ուրեմն այդ աստղերը նաև
թուն եւ ես են կամ ամեն անոնք որ Աստծո ծառայության մեջ են եւ գծարային գսորվեցին գքարոզեն գարաչնորթեն այս ինչ քաչալերություն է մեզի համար այսօր որ Հիսուս մեզի իր աչը զորության սերկն է բռնած է ամուր եւ ոչ մեկը մեզի չի գրնար իր սերկեն խլել ոչ մեկը ոչ սատանան ոչ դևերը ոչ մեկը որով դերը ամեն բան քեր իշխան է ինքն է որ այդ բոլոր եկեղեցիներուն առաջնորդներուն իշխե եւ գիտե իրենց վիճակը թույլալան դգարալան լավալան գիտե եւ սելիկ մոնիվեց նաեւ իր 7 հոգիները ուրեմն հայտնության 5-րդ փուխուն մեջ այնտեղ գսե որ 6-րդ համարի մեջ գսե 7 աչքեր ունի քարնուգը եւ 7 աչքերը 7 հոգիներն են գսե ուրեմն 7 հոգիները որ այստեղ գնշե նաեւ 7 աչքերն են 7 աչքերը նաեւ հիշված է Զաքարիայի 4-րդ քուքու 10 համարի մեջ եւ այնտեղ 7 աշտանակներուն մասին նաեւ գողոսի եւ 7 աչքերն են գսե այսինքն Սուրբ Հոգին եւ Քրիստոսի աչքերը միասին գործեն Սուրբ Հոգին միջոցով դերը գտեսնա ամեն բան եւ Սուրբ Հոգին միջոցով մեզիալ գխոսի այդ 7 հոգիները 7 թիվը ամփոփչության թիվն է մեկ Սուրբ Հոգի գա գադարյալ Սուրբ Հոգին իր ամենատեսությամբ եւ իր 7 հատկություններով որ Եզեկիելի քիթքի մեջ 42-րդ քուքուն առաջին երկու համարներու մեջ հիշված է ուրեմն Քրիստոս մեզի գցի որ Քրիստոս մեզի գնայի որ իր բոլոր առաջնորդները իր ցերկի մեջ բռնած է եւ այս Քրիստոսն է որ հիմա Սարտիգեի եկեղեցին պիտի խոսի յուրահատուկ ցևով ինքը պիտի ցույց տա որ ավելի խորքը գտեսնա քան մագերեսը եկեղեցին եւ պիտի տեսնանք հիմա պիտի ասե որ դուք գենթանի եք բայց մեռած եք ես խորքը գտեսնամ Ինչ հետաքրքրական է որ թեպետև յուրաքանչյուր եկեղեցին գխոսի գհանցնարարե գհանտիմանե բայց դակավին իր ցերքին մեջն է այդ եկեղեցին առաջնորդը իր ցերքին մեջն է ուսուցիչը իր ցերքին մեջն է դակավին չէ վերցուցած իր ցերքեն եւ ճուզեր վերցնել եւ կպաշտպանե անիգա բայց միևնույն ադեն արիտ կուտա եւ գխրադե ամեն Ամեն շնորհք է այս չէ իսկապես շնորհք է շնորհք ցույց կտա որ ամենն ալ բացի երկու ադը գքնաթադե եւ բայց թեր այդ քնաթադած եկեցիներուն թեր գխոսի թեր որով գսիրե անոնց կհանդիմանե որուն գսիրե գսե Աստվածաշունչը ճիշտ ասիկա մեծ առանձնաշնորհում է եւ չենք կրնար սովորական առնել ինչ որ դերը գնե եւ գսե գիտեմ քո կորզերդ որթուն անուն ունիս թե գենթանի ես բայց մեռած ես գիտես ադեններ Ամերիկայի մեջ մանավանդ ասենք գտեսնանք մեգա չերչեր շատ մեծ եկեղեցիներ ինչ անուն ունին ինչ ասենք թե ակտիվիտիներ կգազմագերբեն ավերանչական ժողովներ գնեն կամ նույնիսկ առնեք մեր հայկական եկեղեցիներուն մեջ այդ երևույթով ամեն բան կտեսնանք ադիգա բայց Հիսուսոս կսե բայց դու մեռած ես ինչը սալ դուզե Գիտես այս երբեմն գնմանի այդ եկեղեցիներուն որ ուղափար են եւ բայց շատ այսպես դգար են իրեն ունին շատ ծառայություններ կորձողներություններ բայց մեռած են այսինքն թույսեն շատ աշխույժ են բայց մեռած են ներսեն այսինքն օրինակ մտամ նայ Հիսուս կսե Մատթեոսի 20-րդ քուխուն 27 համարի մեջ շատ քերեցիկ օրեն գնագարակրե փարեսեցիները շատ կորձեր գնեին այստեղ այնտեղ վազուզուկներ թույսեն լավ գերեվանին ամենում բայց կսե թուք կսե ձեպված քերեզմանակարներու նման է կսե թույսեն սպիդակ եք շատ քերեցիկ գերեվիկ սպիդակի մասին վերջը հանդերձներու մասին ավիդո խոսենք թույսեն շատ քերեցիկ գերեվիկ բայց մեռած ոսկորներ եք կսե այդ քերեզմանակարներուն դագը մեռած ոսկորներ կան բայց թույսեն քերեզմանակարը սպիդակ քերեցիկ գերեվի չէ այո Բայց այս եկեցին գնագարակրե Հիսուս թույսեն դուք աշխույժ եք հարուստ եք նույնիսկ
փանեք respected հարկված եք, բայց հոգևորապես ջանք չունիք, հոգևորապես մեռած եք եւ ունիք reputation, այսինքն բայց ինքը Քրիստոս իր այդ 7 աչքերով կատարյալ դեսողությունով 7 հոգիները, որ 7 աչքեր են, ավելի խորքը կտեսնան։ Ինքը միան քերեզմանակարը չի տեսնա, որ սպիտակ է։ Ինքը այդ քերեզմանի մեջի այդ հոգին կտեսնա, որ մեռած է։ Պիտեր ջան, արդյոք ուզես PowerPoint-ը վերցնել, եթե Եվ գսե որ արդուն գեցիր եւ հաստատել մնացած բաները, որոնք մեռնելու վրա են, վասնզի քո կորձերը Աստծո առջև գադարյալ չկդա։ Ասենք նույն կորձերն են, որ նախորդ եկեղեցներուն մեջ հիշեցինք։ Իրենց անհնազանդությունը, գուրքեր բաշտելը, զոհեր ընելը, այդ նույնն են, թե ոչ իրենք ուրիշ բաներ ունեին, որ մենք հոզդերը իրենց կսե։ Well, հիմա այստեղ չի նշել, որ ճիշտ որ ինչ են այն մյուս կորձերը, գսե չէ, որ ուրիշ կորձեր ունիք, այսինքն կորձերը կտեսնամ ձեր, բայց գմերած եք գսե։ Այդ կորձերը ինչ են, ինչ կխորիս, դու ինչ կխորիս այդ կորձերն են։ Ես կխորիմ գրոնաբաշտությունն է, կխորիմ եսն է, կխորիմ անձնական աժենդաներն են, ձեռակիրներն են ամեն մեկը, իր քահան է, գխորիմ, որ մարմնավոր ծառայություններն են եւ ոչ Սուրբ Հոգին առաջնորդված, գխորիմ, որ եկեղեցին չի հետապնդեր ավելի հետաքրքրված է դիսականությամբ, կրոնականությամբ եւ քան թե հոգեվոր բաժնի վրա, ես գխորիմ, որ այսօր եկեղեցին ընդհանուր եկեղեցին իրեն համար բրդն մչե, ծանրություն մչե, որ ժողովուրդը հավատքի բերե։ Այսօր չենք կնար միան հետապնդել մերին ասկությունը, բայց այսօր մենք վերջին օրերու մեջ կաբրինք եւ եթե իսկապես եկեղեցին իր կորձը կգադարե, ոչ թե հայությունը բահելով միայն, շատ կարևոր է ադիգա։ Հայեմ, եւ բադիվ ունի որ հայեմ, բայց այսօր, որովհետև Զաքարիայի մեջ կամ Եզեկիելի մեջ կսե հովիվներուն կթփնա Հիսուսը եւ Աստված եւ կսե որ վայ ցեզի որ ծեր օդերը, ծեր ոչխարները ծրված են հոսոն։ Այսօր ժողովուրդը ծարավ է Աստծո խոսքին։ Այսօր երբ որ գհետևիմ կոմենտներ կգարտամ, ոչ թե անպայման իմ էջիս վրա, ուրիշներուն կտեսնամ այդ ծարավը, ժողովուրդը քաչալերություն գուզե լսել Հիսուս Քրիստոսեն։ Բայց որբեսի այդ քաչալերությունը ստանա նախ պետք է սորվի, հասկնա, ոչ թե ուրիշին ըսածեն առնե եւ իրեն ադիգա գլխացավի պես թեղմը ըլլատ վարյանին։ Ուրեմն այս է որ ես կխորիմ որ դեր Հիսուսը գտեսնա այս ամեն բաները եւ սիրտը գցավի։ Օրինակ 2-3 օր առաջ երբ որ Նայջերիայի մեջ քրիստոնյաները գհալածվին եւ գլխադվին կամ գսպաննվին սի որ դեր Հիսուս ինչպես ես պիտի մտնամ իմ անգողնիս մեջ հանգիստ պիտի քնանամ եւ հոն իմ քույրերս եղբայրներս Քրիստոսով հալածանքի եւ դարաբանքի դակ են մահվան դակ են այսինքն արթուն ըլլանք այո բամը չենք կրնարնել Մամը չենք կրնար, բայց գրնանք աղոտկով պատրաստելալ եւ այդ գիտակցությունը ունենանք, որ այսօր երբ որ մենք խոսենք, մենք ինչ կնենք։ Մենք ինչ կնենք մեր ինգյանքին մեջը։ Okay, ասիկա հիմա պատկամ եղավ դու ինձ հարցում հարցուցիր, բայց խորին որ անշուշտ չեմ գիտեր Հիսուսը ինչ սել գուզե, Հիսուսը Հիսուսն է, բայց ինչ որ Աստծո խոսքեն սորված եմ ադիկա կգարձեմ որ է։ Ես բոլոր այդ բաները որ սիր աջմիական օրինակներ են եւ շատ կարեւոր է որ գաբենք այս բոլորը որով ինչ որ կկատարվեր առաջին տարի մեջ կգրկնվի սերունդ թե սերունդ եւ մենք պետք է ինքնակնություն ունենք նայենք թե մեր անձերը որ եթե ես անցամբ այդպես եմ գարին թե Աստծո գամքը կգադարեն եւ նաեւ եկեղեցին եւ եկեղեցին առաջնորդն պետք է ինքնակնություն Անի ամեն օր պետք է անենք ամեն օր Նույնիսկ որ ծառայության մեջ ենք ամեն օր պետք է անենք ես իսկապես նպատակը դերոջը համար է թե ոչ ինձի համար է
Որուն համար գնեմ եւ ինչու գնեմ։ Աս երկու հարցումները օրվան վերջը պիտի հարցնեմ ինքս ինքս, եւ եթե ովև մեկ դեղ մգա որ անցս փնդրած եմ եւ եսս փնդրած եմ, հիմա գնալար որ շատ թյուրին է ինձ խոսիլը, որտեղ ես եկեղեցի առաջնորդ չեմ։ Ես մեկն եմ որ Աստծո խոսքը կպաշտեցին։ Բայց գտնամ երևակայել իրենց պատասխանատվությունը, իրենց դժվարությունը թյուրին է խոսիլը, բայց միևնույն է դերը բայց գիտե ատմանամասությունները, չէ։ Դերը գիտե։ Կադարյալ չեն գնարալալ, մեկը չի գնար կադարյալալալ։ Անորոմար շնորհքի դակ ենք եւ ոչ թե օրենքին դակ, բայց այդ շնորհքը պետք չէ որ մենք շահագործենք։ Եվ Հիսուս կսե Եսայի 29:13 համարի մեջ կսե այս ժողովուրդը ինձ կմոտենան իրենց քերանով եւ իրենց շրթունքներով ինձ կպատվեն գսե, բայց իրենց սիրտերը ինձ մե հերու է գսե։ Հակոբոս 2:17 գսե որ հավատքը գսե ինքնին մերած է գսե։ Գիտես, այսինքն գսե չէ որ դուք գսեք որ գենթանի եք, բայց մերած եք գսե։ Հավատքը ինքնին եթե կորձը չի հետևիր, մերած է հավատքը առանց կորձի։ Երբեմն ավետարանական մեր եկեղեցիներն շատ հաճախ կրնանք ավելի շեշտը տնել հավատքի վրա։ Հավատքի դες հավատքով փրկված ենք Քրիստոսի միջոցով փրկված ենք եւ շնորհքի միջոցով։ Շատ լավ, բայց այդ կերպը մեզի դեր կգանչե կորձնելու եւ շատ հաճախ այսպես Եփեսացիս 2:8 համարը կգարտանք որ շնորհքի միջոցով է գսե եւ ոչ թե կորձերով որ մեկը չի բարձենա, բայց հաջորդ համարը չեն կարդալ 9 համարը որ գսե մենք փրկված ենք այն բաներով որ այս կորձերը ունենք շրթունքով միան խոսիլը եւ ասել որ հավատք ունին եւ դոմսս արերեմ երկին կերտամայելվես պետք ունին բանի մասին մտածելու չէ կորձնալ պետք է մենք կորձնական մի դարձնենք մեր հավատքը առաջ հավատքի միջոցով գրգվի կորձելու համար եւ ոչ թե ծիսակադարություններով եւ ավանդական ձեսերով արդարանալ այլ այն Սուրբ Հոգին այսօր ինձ համար ինչ կծեբրս ինչպես ասիր շրջերնից պետք է դերակալանք ինչ դարաբանքներու մեջ է մարդիկ մեր համայնքի մեջ մեր եկեղեցի մեր ընտանիքի մեջ կհասնենք այդ մեր կորձերով մարդկանց որ պետք ունին ամբիջական օգնություն մեր ընտանիքին մեջ է սկսելով նույնիսկ եթե ես ընտանիքս եթե առաջնորդ եմ եւ եկեղեցին վազվզուկներու մեջ եմ բայց ընտանիքս անդեսեր եմ այդ ալ ճիշտ չէ դիգինս կամլա ամուսինը իրարու պետք է որ առաջ հոգ տանի զավակներու եւ վերջնալ դունը առաջ կարգավորե հետո մեծ ընտանիքին հասիր եկեղեցի այո եւ որ կսա եթե չաշխարես արթնալու չլաս քողի բես քու վրա պիտի կամ ու բնալ պիտի չի գիտնաս թե որ ժամուն քու վրա պիտի կամ Սակայն քանի մը անձեր ունի Սարտիգեի մեջ, որոնք իրենց հանդերձները չաղդոդեցին եւ ջերմակներով պիտի բդդին ինձի հետ քանզի արժանի են, ան որ կհաղթե ջերմակներ պիտի հագնի ու ես անոր անունը գենաց կրկեն պիտի չավրեմ։ Okay, հոս շատ հարցումներ ունիմ քեզի Փիթեր, ուրեմն անձեր կան որ ջերմակներ հագած են, անոնք են որ Քրիստոսի հետ կալած են եւ հաղթած են ամեն դժվարություններուն։ Անոնք կրնան գսել որ սուրբեր են որովհետև մեղքը ադեցին, մեղքին հաղթեցին եւ իրենց կյանքին ամեն պայմաններում մեջ Տեր Հիսուս Քրիստոսին նայեցան։ Բայց ջերմակներ հական, ուրեմն սուրբեր են։ Այվազ հարցումը ունեմ իմ մտքիս մեջ որ ինչու համար գրոնականները, ասենք, ամեն եկեղեցներու, ամեն թավանակներու պաշտոնական ժամանակները կամ իրենց արարողություններուն ժամանակ միշտ սև հագուստ կհագնեն։ Ինչու ջերմակ չեն հագներ։ Ուրեմն ամեն առաջ թուն եւ ես հիմա ջերմակ հագեր ենք, սպիտակ հագեր ենք, ուրեմն մենք սուրբեր ենք։ Չէ, այդպես չէ ճիշտը նայստե։ Ինչ հագեր ենք, չէ, կարևորը ինչպես նայ այստեղ Հիսուս կնայի որ չէ, կտեսնա մեր արտաքինեն ավելի խորքը։ Ինչպես ասին քիչ առաջ, սա որ դուք մերած ոսկորներ եք ասավ, այսինքն դուրսեն սպիտակ քերեզմանաքարեր եք, շատ սիրուն գերեվիք, չէ, երբեմն ասպես քերեզմանադունը գերտաս ամեն գոմ սպիտակ խաչերով, բաներով, բայց դավի ինչ կա, մեջի ինչ կա, ամեն մերած ոսկորներ։ Սոս դերս խորքը գնայի որ։ Հիմա ինչս է սպիտակ հանդերձներ հագնի։ Ամեն առաջ հայտնության 7-րդ գլխի 14-րդ համարի մեջ կսե որ իրենց հանդերձները լվացին
Քրիստոսի արյունով, քարմուկին արյունով եւ այդ խորհուրդը ինչ է, խորհուրդը այն է, որ արդարություն գահակնի Քրիստոսի արդարություն ուրեմն երբ որ մենք կմեռնենք մեր եսին, մեր անձին եւ գմեռնենք Քրիստոսի հետ հավատքով գիշենք որ մեռած ենք 2000 տարիներ առաջ Քրիստոսի հետ մենք նաեւ շնորհքի միջոցով ժառանգած ենք իր արդարությունը ամենքը սա մեկ կործած ենք Աստծո փառքին ինգած ենք գսել Ռոմայացիս 3:10 3:23-ը բայց ի շնորհիվ Քրիստոս շնորհքի միջոցով իր արդարությունը մենք կժառանգենք կհագնենք Քրիստոսը եւ այս է միտքը որ եւ որ մենք կխոստովանենք մեր մեղքերը Քրիստոս արդար եւ հավատարիմ է ներելու մեզ բոլոր մեր մեղքերին եւ իր արյունով կմաքրե կչնչե իր արյունը ջավեքսեն ջավելեն օջարեն ավելի կմաքրե մեր խորքը մեր մեղքերը եւ մեզի կհագցնե Քրիստոսի հանդերձներ այս սպիտակ գույնը կխորհրդանշե մաքրություն հաղթանակ արդարություն եւ ուրեմն Եվ որ մենք եթե ժողովողի քիպը նայենք 9-րդ խուտը համարը գսե որ թող ծեր հանդեցները սպիտակը լանգսե ֆիզիկապես սպիտակի մասին չի խոսի եւ նաեւ Եսայա 61:10-ը գսե ինքը մեզի հագցուցած է իր փրկությունը հիմա քանով հարցումի եթե ասենք հովիվներ առաջնորդներ սև գահակնին կամ սպիտակ կհակնին դարբերություն հիմա օրինակի համար գա որ սև կհակնին ինչու սև կհակնին սուքի քույնն ուրեմն ավետարանական եկեղեցիներ կան առաքելական եկեղեցիներ որ ամենադեն սև չեն հակնի գրնալալ թուրս որ գելեն սև կհակնին այդ սուքի միտքով որ սուքի մեջ են կամ որ մոխրակույն կհակնին հիմա առաքելական եկեղեցին երբ որ երթանք Հայաստան եւ այդ կողմը ընդհանրապես մոխրակույն գահակնին գերականները սև գահակնին երբ որ պաշտոնապես ասենք ուզեն ջանսրի դիպրև սուքի մեջ բայց երբ որ եկեղեցի արարողության մեջ են բادرակի ընթացքին տարբեր քույներ գահակնին կաթողիկոս գրնալ դոնական օրերուն մանավանդ կամ հարսանիքների ժամանակ շատ հիմա սկսած են սպիտակալ հակնի մեր ավետարանական հովիվներն ական սպիտակ գահակնին հիմա ենթեն So adică բարձրապես արդահայտելու է այդ միտքերը կամ սուքի մեջ են կամ սպիտակ արդարություն հակած են կամ երբեմն մանշակակույն գահակնի եպիսկոպոսը որով ինքը գխորհրդանշե քահանան թագավորական իբրև քահանա Քրիստոս իբրև թագավոր Քրիստոս իբրև մարգարե ինքը այդ խորհուրդնագուտա հատուկ տեղեր հատուկ բաներ գահակնին այդ ամեն եկեղեցի ունի իր սիմվոլները սովորությունները բայց այդ նորեն շեշտենք դարբերություն չներ եթե թուրսեն այս բաները հակել են բայց մեր սիրտերը դերոջ մե հերույ է ինչ օգուտ թուրսեն գրնան խապել գիտես Սամվելի բանը որ Սամվելը քնած Դավիթին օձելու ասա որ մարդիկ թուրսին գնային բայց Աստված սիրտերը կքննի սիրտերը ու միտքերը քնող այո բարձրապես որովհետև որպես հոգևորներ ինչու՞ չի վայելեն ատմակրությունը թուրսեն ալիա ջերմակ հակնին եւ ժողովուրդը չտեսնան մինակ իրենք դարբեր են քանի որ իրենք սևակած են նո իրենք մեր հոգևոր հայրերն են մեր առաջնորդներն են չի գդրվի այդ սև քույնը ընդհանրակը բացվի ջերմակով եւ նոր երկինք եւ նոր Երուսաղեմ ինչի՞ չէ ես երբեմն մտածած եմ անոր մասին որ ինչու համար օրինակ համար իսլամները եւ արաբական երկրներում մեջ իրենք ասև գահակնին նո իրենք սպիտակ գահակնին այո սև գահակնին գիները երբեմն սև գահակնին գծեն մինչեւ աչքերը բայց մարդերը շատ հաճախ սպիտակ գահակնին չէ այդ կալաբիա գսեն ինչ գսեն այդ որ գահակնին կմտածեմ մենք ինչու չհակնին բայց իրենք հակնելով սպիտակը ասել որ արդյոք իրենք արդար են ոչ սո հակուստը անշուշտ գեղեցիկ է եւ արտահայտե մեր այդ ներքին զգացմունքները եթե իրոք գա զուգահեռ երթա մեր սիրտի եւ ներքին մեր հոգեվոր վիճակը Քրիստոսի առջեւ
Շնորհակալ եմ պատասխանիդ եւ ո սկսե ինչպես որսի անոր կհաղթե ջերմակներ պիտի հաղթի ու ես անոր անունը գենաց կրկեն պիտի չավրեմ անունը մեմը կրված է անունը կրված է երբ որ անցմը կփրգուչ կփրգվի եւ կապաշխարե բայց գսե որ անոր անունը կրկեն պիտի չավրեմ ուրեմն կարելի է որ կրված անունը գենաց քիրքեն ավրվի Ուրեմն հետաքրքիր է այս հարցումը դարբեր միտքեր կան որ աստվածապանության մեջ թարերուն ընթացքին թարերով այս վիճապանությունը եղած է որ մեկը եթե մեկը փրկված է գրնա իր փրկությունը գործընծնել շատեր կան որ գսեն ոչ շնորհքով փրկված ենք միմը որ իսկապես թուն ապաշխարեցիր եւ դերոջը շնորհքը ստացար այլևս փրկությունը չես կրնար գործընծնել ուրեմն գրնալը որ յանքը կրճատվի գսեն որով Կորինթացիս քիրքին մեջ օրինակ մկա որտեղ մարդը իր մորը հետ ամփարական գործողություններու մեջ է եւ այդտեղ գսե Պողոս Արաքյան որ ես հանձնեցի անոր մարմինը սատանային որ հոգին չգործվի գսեն ուրեմն ինքը յանքը կրճատվեցավ ֆիզիկապես բայց այդ դպավորությունը գտա որ հոգին կփրկվի ուր հիմա մին եթե իրոք մեկը ապաշխարած է գրնա իր փրկությունը գործընծնել եթե շնորհքի միջոցով փրկված է այս հարցը դժվար հարց է որով այսպեսի համարներ կան ուրիշ համարներ ական որ ելից քիրքին մեջ գրված է 32-րդ քուկուն եւ 33-րդ քուկու մեջ որ գսե այն որ մեղան չէ իմ թեմ գսե ես իր անունը պիտի չնչեմ գսե քիրքեն ուրիշ տեղ Սամոս 69-28 գսե որ իրենց անունները թող չնչվին գսե քիրքեն փանգենթանիներու գենաց կրկեն այո փանգենաց քիրքեն Դանիելի 12-րդ քուկու առաջին համարի մեջ գսե իրենց անունները որ գրված է գենաց քիրքի մեջ պիտի փրկվին գսե հայտնության քիրքին 20-րդ քուկու 15 համարի մեջ գսե եթե մեկում անունը գրված է գենաց քիրքի մեջ եթե չէ գրված գսե ձումպի գրագի լիճի մեջ պիտի ներվի գսե հիմա այստեղը շատեր գսեն որ գենաց քիրքին մեջ մեկը որ ասենք եթե քրվի չի չնչվիր բայց անոնք որ չգան գենաց քիրքին մեջ այսինքն արդեն ասված գիտե ով չպիտի լա կամ պիտի լա ուրիշները գսեն եթե մեկը հոժարապար մերժե թեգուց ադենը փրկված էր եւ հայոյե սուրբ ոգին թեմ կամ ասե ես չեմ հավատար ասո գանիձե եւ այլն եւ իր գժխտե իր հավատքը գահավատամ որ գրնա մեկը գործընծնել ասորմասին თუ ինչ կողորից դժվար հարց շատ թարեր ու թարեր ասվածապաններ ասոր մասին հանդրած են վիճած են ու կարդու ինչ ասոր փրկությունը մեկ անգամ գլա բայց ապաշխարությունը ամեն օր գլա եւ նոր գդագարանին մեջ նույնիսկ որ փրկությունը անցմը գործընծուց բայց ապաշխարեց իդ փրկված է շնորհքի միջոցով օրինակի համար ինչպես կրնաս տուն ինձ ասացումին պատասխանել եթե անցմը իր կյանքը նվիրած էր Աստծո շատերուն փրկության միջոց դարձած էր ապաշխարության ջամփա եղած էր եւ այսօր այդ անցը քայթակություններու պատճառով փորձություններու պատճառով իր հավատքը գործընծուցած է եւ աթեիզմը դարձած է գրնամսեր եւ աշխարհին կացած է դադաստանին օրը աստվածերեն ինչ պիտի պատասխանի Գիտես դերմը կա որ գսե նոր կտակարանի մեջ ասում մեզ էին բայց դուրս ելան ժամբրե եւ ուրիշ անուն մգուտա որ հերացան գսե ինչ որ ալլա շատ զգուշ պիտի լան քննելու մեր սիրտերը որ եթե մենք կթավանենք որ Քրիստոսի մենք զավակներն ենք եւ մեր կյանքը չի համագերվիր մեր խոսքերուն ուրեմն պետք է քննենք նայենք արդյոք մենք փրկված ենք որով քայթակության պատճառ կլանք շատերուն եւ ասված չի թույլ չի դար որ ադիգա շարունակի գրնալալ որ մեր նույնիսկ եթե փրկված ենք մեր կյանքը գրճատ է որով
ինչպես մյուս եկեղեցին դասավ, ես քու որդիները մահվան անկոյնի վրա պիտի ցկեմ դասավ։ Բայց գրնալալ որ նաև գործընծնենք մեր այսինքն անունը չնչվի, որով այնքան ես գիտեմ անձեր, որ նույնիսկ ուսուցիչներ եղած են, պրոֆեսորներ եղած են, եւ վերջը ասած եմ, որ մեկ ասված չի գա շատ ծևեր կան Աստծո հասնելու, որ այսօրվա postmodernism գսվի եւ դարբեր գրոնքներով գսեն մեկ ասված գա, բայց ծևերը շատ են այդ ասված ճանչնալու։ Ինչպես կրնաս այսպես դասավանդը։ Մեկ ասված գա եւ մեկ բրգության միջոց կանալ Քրիստոսը եւ ինքն է թուրը։ Ամեն։ Եվ այսպեսի անձեր, որ մեր շուրջ չգան կամ կտեսնանք, կցավին անշուշտ, բայց մեր պարտականությունն է իրենց սերծը ցնել, միան սերծը ցնել եւ իրենց չայ բանել, չիտադել, նույնիսկ չսել հիշե առաջվա սերը, արդեն ինքը վստահ ինքը իրեն մեջ արդեն գդանչվի, ինք ուրախ չէ իր վիճակեն, բայց մեր սերն է, մեր մուտեցումն է, որ այդ անձերուն գրնանք ետ շահիր Քրիստոսին։ Եվ արդեն չի հանդիման բիր այդ անձը արդյոք, որ իրոք եթե Քրիստոսի զավակն է եւ շնորհքը ստացել է, Սուրբ Հոգին այդպեսի անձին հանգիստ չի ցկեր։ Եթե չի հանդիման բիր որ այդ անձը իր խիղճը եթե խանցված է, այսինքն թմրած վիճակ մնա եւ այլևս չսկա որ անգամ որ ինքը այո, շատ վտանգավոր է։ Երկի մեջ է գրնալալ որ ինքը փնապ փրկված չէ։ Կամ եթե փրկված էր, փրկությունը Կամ գրնալալ, գիտես, գրնալալ, որ ինչպես որ շատ մզավագներ կմեծնան հոգևոր ծնողքի տաստիարակությամբ, այսինքն իրենք աչքերնին բացած են եւ ավետարանը տեսած են, գիրակնորյակ կացած են, կամ հայրը հովիվ եղած է, չոյս չուներ, ասիկա է, բայց երբ որ մեմը կմեծնա եւ իրականությունը աշխարհը դունին ասենք թե իրական կյանքը on իրեն վրան շատերուն at քայթակությունը կուկա դեսակները շատ են անցերական որ պատրաստ չէին պատասխանատվություն գրելու կամ ծառայության մեջ եւ հանգարց իրենց ուսերեն վեր փամագալա ուժ գլա եւ ադալ իրենց կհուսահատեցնե բաժարները շատ են բայց կխորին որ մենք հոմ պետք է լանք առանց քննադատության ամփերելով աղոթելով մանավանդ ամեն անգամ չեն կրնալ իրենց այցելել բայց մեր սրդին մեջն են իրենք Եվ եթե մենք Քրիստոսի մեջ ենք, մենք բդուղ պետք է բերենք, չէ՞։ Հիսուսը ասավ, եթե իմ մեջից չմնաք, բդուղ չեք կրնալ բերել, բայց ամոր իր մեջն է, եթե բդուղ չի բերել, որ ասել է, որ փամգա իր մեջը չէ, Քրիստոսի մեջ չէ, եւ Քրիստոս իր մեջը չէ, որ բդուղ չի դարգոր, եւ Հիսուս ինչ ասավ, այդպեսի ջուղերը ինչ կնե, կգդրե, եւ գրակը գնե։ So հնարավոր է, չեմ ուզեր վախի մեջ ապրենք, որով մեր հավատքը այո Աստծո վախը ամենասկիզբն է իմաստության, բայց մենք սիրո մեջ պետք է մնանք, որով մենք Աստված մեզի մեղքի մեջ եղած վիճակով մեզի սիրեց ամենաառաջ եւ գխորին թե եթե իրոք ապաշխարած ենք արդեն մենք չենք կրնալ իրեն չի սիրել եւ ինքը մեզի այն բարի կորձը որ մեր մեջ է սկսավ ավարտին կհասնի ինքը պիտի հասցնի Ամեն եւ ինչպես որ սիր Սուրբ Օքին ինքն է որ անցին գխոսի եւ անպայման Սուրբ Օքին անցեր կնշանակե որ իրեն ըսելիկը at անցերուն փերանով ըսե որ at անցը ինքզինքը սրբակրե Սուրբ Օքին սկանչելի է Սուրբ Օքին միան մեր հետ չէ մեր նեղության ժամանակը բայց Սուրբ Օքին մեր հետն է մեր դգարության մեղքի ժամանակն ալ սկանչելի է Փառք Աստծո եւ ոս կվերջացնեմ 6-րդ համարի մեջ որ գսե անոր ագանք մի թողնես այո 5-րդ համարի մեջը գսե որ ես պիտի չվկայեմ այդ օրս արչեւ հա ես պիտի վկայ այսինքն պիտի չթավանիմ պիտի վկայեմ եթե անշուշտ այդ անձը մնա հավատքի մեջ բայց եթե այդպես չլա ես պիտի չվկայեմ հրեշտակներուն եւ Աստծո առջև եթե գիշենք Մատթեոսի 10-րդ գլուխը 32 համարը գսե ամեն անոնք որ ինձի գնդունին ինձի կվկայեն իմ մասից կթավանեն ես իմ հորս առջև պիտի վկայեմ եւ երկինքի հրեշտակներուն առջև Լուկասի 13-րդ գլուխը 8 համարը նույնը գսե հրեշտակներուն եւ հորս առջև պիտի վկայեմ իրենց մասին գսե Մաղաքիայի 3-րդ գլուխը 16 եւ 17 համարներում մեջ գսե որ հիշողության գիրք մգա իմ առջևս գսե
եւ միշտ իմ դերոջը բոլոր սուրբերուն արչել ինքը պիտի ջանաչե իրենց այդ քիրք մկավորվելու մեջ ֆիզիկական քիրք չի անշուշտ բայց խորհուրդ մնե որ այսինքն արցանակրված է իր կողը գիտե ով են անոնք որ իրենք կգան եւ 10-րդ գլխի մեջ ասա լսեմ Ռոմայացիս քիրքին 9-10 համարների մեջ կսե որ այն որ գտավան է եւ ասիկա կարեւորը այսօր մեզի համար որ նայինք մենք կթավանենք որ դերոջը մեր կյանքի մեջ իբրև մեր դեր փրկիչ եւ որ մերավ երեք օր վերջը հարություն արավ այս է ավելարանին պատկամը եւ կընդունենք իրեն իբրև դեր եւ փրկիչ եթե մենք մեր շփթունքներով մեր փերանով կթավանենք Հիսուսի իբրև դեր դուք պիտի փրկվիք կսե Ռոմայացիս 10:9-10 so այդ թավանությունը ունենք մենք եթե գնենք եւ գբդուխ կփերենք ուրեմն դերնա իր հորի եւ իր հրեշտակներուն արչել մեզի պիտի թավանի Ամեն եւ ասարտիգեի եկեղեցին մեզի համար ահազանգ մնե որ մենք ինչպես կվարվենք օրինակ ես աճոք պատճառ եղած եմ մեգումը քայտակոչան աճոք պատճառ եղած եմ մեգումը վիրավորած եմ աճոք Սուրբ Հոգին ինձ ըսած է բամը եւ ես անհնազանդ գտնված եմ եւ հիմա չեմ լսեր այդ նույն բանը որովհետեւ քանի անգամ ըսավ եւ ես ճուզեցի հնազանդել ադիգայալ բավական մտահոգեցուցիչ է մեր անձերը քննելու արիթ է որ սարտիգեի եկեղեցին կփանանք եւ կգարտանք արթուն ենք մենք ջերմակներ հակած մնաց պիտի մնանք Հիսուսին հետ պիտի կալենք ամեն կյանքի դժվարություններուն ամեն թավաջանություններուն ամեն զրբարդություններուն ամեն սուդերուն մեր անձերուն վրա խոսված մենք նորը միայն Հիսուսին պիտի նայենք եւ Հիսուսին հետ պիտի կալենք պիտի համբերենք հարցումներ են որ մեր անձին գրնանք հարցնել as սարտիգեի եկեղեցին որ Հիսուս կխոսի եւ ամեն անգամ ավելի պատասխանատվությամբ կգարտամ եւ պատասխանատվությամբ կառնեմ որովհետեւ Քրիստոսս ասենք եթե առնենք 4 աբեդարաններու մեջ իր հրաշքները իր ուսուցմունքները եւ անկարծոս Հիսուսը իր ցերքի մեջ բռնած է քեզի եւ ինձի եւ գխոսի եւ արիտ կուդամեզի որ մերին անցը սրբակրենք եւ ըսկուշլանք այսօր վստահ որ շատ անձեր կան որոնք նեղացած են իրենց առաջնորդներ են նեղացած են իրենց հովիվները ցավծուցած են կամ անձեր ցավծուցած են հովիվներուն եթե դու անոնցմե ես եւ եթե չես ապաշխարած ներողություն չես խնդրած չես խոնարած ասիգա արիտ մնե որ Հիսուսը այսօր քեզի ալգխոսի որբեսի դու ինքզինքդ սրբակրես եւ խոնարիս հոգ չէ շատ խոնարած ես բայց անգամ եւս խոնարիս համբերես եւ անգեց վերջը միշտ պիտ մնանք Հիսուսին ցերքին մեջ եւ ջերմակ հակուստը որ հակեր ենք մեկը մերայեն պիտի չի գարենա առնել եւ հայր Աստծոյին քահին արչեւ պիտի կենանք հբարդությամբ առանց վախի ոչ թե հբարդությամբ հաղթության հոգիով վստահ որ մենք պիտի անցնենք եւ երկնքին թակավորությունը որ երկրի վրա սկսած ենք ժառանգել պիտի ժառանգենք հավիտենական կյանքին մեջը շնորհակալ եմ այս բահին համար որ դու համբերությունով լսեցիր կխնդրեմ քեզ մեծ սիրտդ Հիսուսին հիմա Կիդակցիր, անցրադարձիր, ետ վերադարձիր առաջին սերիդ, ետ ինքզինքդ քննե, ետ փերանդ մաքրե, երբ քու հետաքրքրությունը Տեր Հիսուս Քրիստոսը թողալա, եւ ինչ որ դու սկսած ես իր մով անել, անիգա շարունակե իրեն հետ։ Ամեն։ Շնորհակալ եմ Պիտեր, եթե ավեցնելիք բան ունիս արիդ կուդամ քեզի։ Մեկ բան կա որ գսե որ մենք չնշեցինք այստեղ որ գսե քողի նման պիտի կմնես։ Այո։ Քողի նման ասել չուզեր միայն որ աբակային վերջին օրերին մեջ այլ ներկայիս գրնալը ովևէ մեկ ժամանակ մեզի իբրև թադավոր կա փոխանակ իբրև փրկիչ անորոմար միշտ արթուն պիտի լան կսե եթե դանդերը քիտնար այն ժամը որ բիդիկար դանդերը միշտ արթուն պիտի լար մենք չենք գիտեր մարդու որդին ճիշտ երբ պիտի կա ոչ մեկերնից Ղուկասի մեջ 12:39-ն 40 համարներու մեջ կսե որ քողի նման պիտի կամ գսե եւ այդ քողը եթե գիտնաս որ պիտի կա դունը ինչպես պիտի բարես միշտ թուրեր պիտի քննես նայիս շուրջդ ինչ կլա որ քու կյանքի համար ասիկա քու անցիդ համար պետք է որ սկաս դլանք
ամփիձը լանք, անարադը լանք, այդ 5 կույսերու նման միշտ պատրանք ստլանք, որ դերը երբ պիտի կա, չենք գիտեն։ Եվ նաև թե առաջին Թեսաղոնացիս 5-րդ գլխու երկրորդեն 6 համարներու մեջ հոնալ գսե որ դերը քողի նման պիտի կան։ Քողի նման պիտի կա անոնց որ պատրաստ չեն։ Այդ 5 կույսերը պատրաստ չէին, որ լամպերը չէին դեսուսաջիղով։ Մենք պետք է Սուրբ Հոգով միշտ լեցված լանք, որ արթուն լանք, ըսկաս լանք, չենք գիտեր երբ պիտի կա։ Եվ երկրորդ Պետրոսի նամակի մեջ երրորդ գլխուն 10 համարի մեջ գսե որ դերոջը օրը քողի օրի նման պիտի լա, որ երկինքը պիտի այսպես կլորվի եւ անցնի որոչյունի ցայնի նման այսպես մեկ ոչ միայն վերջին օրը որ պիտի կա մեզի այսօր գրնալանք քեզի եւ ինձի պատրաստ ենք այս է մեր այսօր արթնանք սկոնելանք արթունելանք Շնորհակալ եմ որ հիշեցիր շատ կարևոր են ասխամարները եւ ինչպես որ ուշադրություն ունենք աս օրերուն բադուհանը կոց է ինքնաշարժին թուրը կոց է դունին թուրը կոց է այդպես էլ մենք ուշադրությունը լանք մեր ցանկերուն մեջը որ կողը մեզի չի կարենա կողնալ եւ պիտի չի կարենա կողնալ պիտի չի կարենա կողնալ որտեւ դերը մեր աբավենն է եւ ամեն ադեն մեզի հետ պիտի լա պիտի չարդոնե մեր ցանկին մեջ որ մենք թողենք մեր առաջին սերը եւ երթանք աշխարհ պիտի մնանք հավատարիմ իրմով ամեն շնորհակալ եմ բարի շաբաթավերջ բարի շաբաթ կմաղթեմ քեզի եւ գուզեմ ասել որ կալ շաբաթ մենք պիտի առնենք Ֆիլադելֆիայի եկեղեցին Ֆիլադելֆիայի եկեղեցի մեջ Հիսուս Քրիստոս ովևէ մեկ ասենք քննադատություն չներ պատրաստվենք նայենք ինչ կսե դերը ոչ թե միայն գանչիմանե բայց դերը պիտի կաչալերը քեզի կալ շաբաթ ամեն ամեն շնորհակալ եմ Պիտեր